Բարի առավոտ հարգելի հետևորդներ, ABC մեդիան ուղիղ եթերում սկսում է իր աշխատանքը, եթերում լուրերի թողարկումն է, ես Գառնիկ Հաֆյանն եմ եւ առաջիկա րոպեներին կներկայացնեմ այն լուրերը, որոնք ձևավորում են Հայաստանի եւ աշխարհի օրակարգը։ Միքայել arczepiskopos Աջապահյանի պաշտպանական թիմը հայտարարություն է տարածել։ Սրբազանը ցանկացել է իր միջոցներով վիրահատվել Իզմիրյան բժշկական կենտրոնում։ Նրան մերժել են պահանջելով ընտրել այլ բժշկական կենտրոն։ Սակայն Միքայել Սրբազանը շեշտել է, որ իր հիվանդությունների բուժումն անցել է Իզմիրյանում, ունի բժիշկ եւ վստահում է այդ հիվանդանոցին ու բժշկին։ Պաշտպանական թիմը մտահոգված է։ Դիմումներով ներկայացվել են համապատասխան բժշկական փաստաթղթեր, Միքայել Սրբազանի գրավոր համաձայնությունը եւ ՊՕԱԿ-ից ակնկալել ենք միջոցներ ձեռնարկել Միքայել Սրբազանի վիրահատությունը, մեկ այլ հիվանդության բուժումը Իզմիրյան բժշկական կենտրոնի միջոցով կազմակերպելու կապակցությամբ։ Քրեակատարողական բժշկության կենտրոն ՊՕԱԿ-ի տնօրենը ընդունելով, որ անհրաժեշտ է պլանային վիրահատություն, միայն նշել է, որ անվճար բժշկական օգնությունից Միքայել Սրբազանը հրաժարվել է։ Պաշտպանական թիմն իր մտահոգությունն է հայտնում ՊՕԱԿ-ի կեցվածքի եւ Սրբազանի առողջության հետ կապված հարցերով։ Նման դեպքում Պաշտպանության թիմն իր մտահոգությունն է հայտնում ՊՕԱԿ-ի կեցվածքի եւ Սրբազանի առողջության հետ կապված հարցերով նման դանդաղկոտություն դրսեւորելու վերաբերյալ եւ պատրաստվում է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել Միքայել Սրբազանի առողջության իրավունքը պաշտպանելու համար։ Հիշեցնեմ, ավելի վաղ Հայաստան խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտարարել էր, որ Միքայել Սրբազանն անհապաղ վիրահատության կարիք ունի։ Նրա խոսքով պետք է Սրբազանի վիրահատությունը լինի իր բժշկի հսկողությամբ եւ մասնակցությամբ։ Սա պետք է անհապաղ բավարարվի, որպեսզի Սրբազանը պատշաճ օգնություն ստանա։ Մենք դիմում ենք ուղարկել, համապատասխան պաշտպանը դիմում ուղարկել, ինձ հորդորեցին, որ ինչ որ դիմումի հետ կապված որոշակի խնդիրներ ա եղել, ձևը ինչ որ պետք է փոխվի, ես այդ ձևը, այսինքն խնդիրը բյուրոկրատական քաշքշուկների մեջ է։ Գյումրու Սուրբ Հյոթ Վերք եկեղեցում, որտեղ Շիրակի թեմի քահանաները Կիրակի հրաժարվել էին պատարագ մատուցել, տեղի է ունեցել եկեղեցու օրհնության ու աղոթքի կարգ, Աստվածածնի տոնի պատարագին պատրաստվելու համար։ Հյոթ Վերք եկեղեցին ոչ սրբագործվել է, ոչ կրկինոցվել, իսկ թե ինչ արարողություն է տեղի ունեցել, մեկնաբանել է Տեր Փավստոս քահանա Սարգսյանը։ Սիրելի ներկաներ, ուրեմն հարկ համարեցինք նաև մի փոքր լուսաբանելու, թե ինչ կատարվեց հիմա եւ ինչու կատարվեց, որովհետեւ մեր հավատացյալների շրջանակներում բավականին հարցականներ են մնացել վերջին օրերի կատարված իրադարձությունների հետ կապված։ Տարաբնույթ մեկնաբանություններ կամ ընկալումներ կան եւ դրանցից մեկը այն էր, թե արդյոք երեկվա կատարված դեպքերից հետո, իրադարձություններից հետո եկեղեցին սրբագործվելու կարիք ունի թե չունի կամ արդյոք պղծվել է թե չի պղծվել եւ հետո ինչպես պետք է եկեղեցին իր կանոնական ծիսական կյանքը շարունակել։ Եվ դրանից ելնելով որոշեցինք այսօր կատարել հայրապետական մաղթանք։ Այս ինչ որ կատարեցինք կոչվում է հայրապետական մաղթանք։ Իսկ ավելի վաղ Մայրաթոռը հայտարարություն էր տարածել եւ խստագույնս դատապարտել իշխանության կողմից իրավապահ մարմինների մասնակցությամբ եկեղեցական կարգ ու կանոնի խախտմամբ անցկացված պատարագի արարողությունները տարբեր թեմերի եկեղեցիներում։ Մայրաթոռը հորդորում է խախտում իրականացրած եպիսկոպոսներին դադարեցնել անօրինական քայլերը, վերադառնալ կանոնական դաշտ եւ գործել միայն հոգեվոր ասպարեզում, պահպանելով միասնականությունը եւ օրենքի պահանջները։ Թեմակալ առաջնորդի հոգևոր իշխանության շրջանցումով եկեղեցական ընկակյալ կարգի ու կանոնի անտեսումով որևէ եպիսկոպոսի մասնակցությունը պատարագներին կանոնական կոպտագույն խախտում է, ինչը տեղի ունեցավ Շիրակի թեմի Սուրբ Աստվածածին 7 Վերք առաջնորդանիստ եկեղեցում։
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ 2024 թվականին առաջարկել են 3+3 ձևաչափով հաջորդ հանդիպումը կազմակերպել Ադրբեջանում, սակայն Հայաստանը չի համաձայնել դրան։ Այժմ այլ միջավայր է, կարծում է Բայրամովը, որովհետև Հայաստանը ըստ իրեն որևէ պատճառ չունի չընդունելու Ադրբեջանի առաջարկը։ Երբ ստեղծվեց 3+3 ձևաչափը, նշվեց, որ այս նախաձեռնությունն առաջարկել է Ադրբեջանի նախագահը, եւ այս ձևաչափի շրջանակներում տեղի է ունեցել 3 հանդիպում։ 2024-ի հոկտեմբերին կայացած հանդիպման ժամանակ առաջարկվեց, որ հաջորդ հանդիպումն անցկացվի Ադրբեջանի նախագահության ներքո, Հայաստանի հետագա համաձայնությամբ։ Ցավոք նման համաձայնություն չի ստացվել։ Այժմ իրավիճակն այլ է, այդ հանդիպումների կազմակերպումը քննարկվում է այլ ուղիներով։ Բայրամովը հանդիպել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ։ Կողմերը քննարկել են տրանսպորտային եւ լոգիստիկ հարցեր, այդ թվում հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքը եւ Նախիջևանի ինքնավար հանրապետությունն Ադրբեջանին կապող նախագծերը։ Նրանք նաեւ մտքեր են փոխանակել Ադրբեջանի եւ Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Հանդիպմանն Արաղչին հայտարարել է, որ Իրանն աջակցում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին։ Իրանի եւ Ադրբեջանի միջև կապի ընդլայնումը նույնպես մեր քննարկումների թեման էր։ Իրանն աջակցում է 3+3 ձևաչափին։ Մենք միշտ աջակցել ենք դրան։ Այս մեխանիզմը նպաստում է տարածաշրջանում կայունությանը, խաղաղությանը եւ զարգացմանը։ Մինչ տարածաշրջանը խոսում է խաղաղության մասին, նույն բարեկամության մասին խոսող Բաքուն շարունակում է մեր հայրենակիցների դեմ դատական ֆարսը։ Բաքվի ռազմական դատարանը շարունակում է քննել Արցախի նախկին պետնախարար ու գործարար Ռուբեն Վարդանյանի դեմ կեղծ գործը։ Նիստի ընթացքում կրկին ցուցմունքներ են տվել իբր տուժողները եւ նրանց իրավահաջորդները։ Վարդանյանի համար նշանակված փաստաբանը միջնորդություն է ներկայացրել դատարանին, խնդրելով հնարավորություն տալ ծանոթանալու գործին առնչվող փաստաթղթերին։ Դատարանը բավարարել է միջնորդությունը։ Կեղծ գործով հաջորդ դատական նիստը կկայանա այսօր։ Միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը դիմել է Եվրամիությանը, կոչ անելով չֆինանսավորել մի կառավարության, որը զուրկ է լեգիտիմությունից։ Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքը եւ հայ առաքելական եկեղեցու դեմ ուղղված հարձակումը լրջորեն ոտնահարել է օրենքի գերակայությունը, ասել է Ամստերդամը։ ԵՄ պետք է անհապաղ դադարեցնի իր ֆինանսական աջակցությունը Հայաստանի կառավարությանը եւ խորհրդակցություններ հրավիրի հրատապ եւ կարեւոր թեմայով, դադարեցնելու Հայաստանի Հանրապետության իշխանության անօրեն գործողությունները։ Երեք հարձակվել են ազգային ժողովի նախկին պատգամավոր հանրային գործիչ Միրան Հակոբյանի վրա։ Նրան տեղափոխել են Իզմիլյան բժշկական կենտրոն բուժզնման, դեպքի մանրամասները պարզվում են։ Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հիշեցնում է, սա առաջին դեպքը չէ։ 2021 թվականի ամռանը նրա տան դիմաց կայանված մեքենայի տակ նռնակ էին տեղադրել։ Փաստաբանը կարծում է, որ իրավապահ մարմինները շատ լավ հնարավորություն ունեն այս դեպքը արագ բացահայտելու, իսկ հավանական պատճառը փաստաբանի խոսքով Հակոբյանի հանրային գործունեությունն է։ Այլ որևէ պատճառ պարզապես լինել չի կարող։ Այսինքն մարդը որ զբաղվում է բիզնեսով, ոչ ինչ-որ անձնական խնդիրներ ունի, ոչ ինչ-որ պարտքեր ունի, ոչ ինչ-որ բան ունի, չի կարող է։ Ներքին գործերի նախարարությունն էլ գործընկերոջս տեղեկացրել է, որ ձեռնարկում են միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու համար։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը չի քննարկում իր որևէ տարածքի հանձնման հարցը, քանի որ ոչ ազգային օրենսդրությունը, ոչ միջազգային իրավունքը, ոչ էլ բարոյական սկզբունքները դա թույլ չեն տալիս։ Զելենսկին նաև հավելել է, որ Միացյալ Նահանգները փնտրում է փոխզիջումային լուծումներ հակամարտությունը կարգավորելու համար։ Նրա խոսքով նախագահ Թրամփն ունի պատերազմն ավարտելու իր տեսլականը, որը տարբերվում է ուկրաինականից։ Իսկ մինչև նոր տարի Ռուսաստանի Դաշնության եւ Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի հանդիպում նախատեսված չէ, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքով Ռուսաստանի Դաշնության եւ Միացյալ Նահանգների նախագահների նոր բանակցությունները պետք է արդյունավետ լինեն։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղարը նաեւ ընդգծել է, որ Մոսկվան դեռ չգիտի, թե ինչով են ավարտվել Ֆլորիդայում Միացյալ Նահանգների եւ Ուկրաինայի բանակցությունները։
Սիրիայում միջոցառումներ եւ տոնակատարություններ են Բաշար Ալ-Ասադի իշխանության տապալման մեկամյակի կապակցությամբ։ Դամասկոսի գլխավոր հրապարակում տեղի է ունեցել ռազմական շքերթ։ Միջոցառման ժամանակ Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ Ալ-Շարան հանդես է եկել ելույթով։ Հիշեցնեմ, որ 2024 թվականի դեկտեմբերի 8-ին Բաշար Ալ-Ասադի ռեժիմը տապալվեց, երբ ապստամբ ուժերը վերահսկողություն հաստատեցին երկրի մայրաքաղաք Դամասկոսի նկատմամբ։ Գրեթե 24-ամյա կառավարման ավարտից հետո Ասադը լքեց երկիրը, քաղաքական ապաստան խնդրելով Ռուսաստանից։ هذا المكان الذي نحن فيه وهو مكان تجمع المواطنين السوريين أيضا في الواقع كتائب المشاة بالإضافة إلى كتائب Եվ վերջում եղանակի մասին։ Հանրապետության տարածքում տեղումներ կգրանցվեն լեռնային եւ առանձին նախալեռնային շրջաններում ձյան եւ ձնախառն անձրևի, հովտային շրջաններում անձրևի տեսքով։ Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում ու TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ Ես Գարուն Թաֆյանն եմ, շնորհակալություն ուշադրության համար, ABC լուրերը կրկին եթերում կլինի ժամը 12-ին, մաղթում եմ արդյունավետ աշխատանքային օր, կհանդիպենք առայժմ։